Մոսկովյան կոմերսանտ թերթը տեղեկություն է տարածել, թե Ռուսաստանի պատկանատյանները պաշտոնապես դիմել են Հայաստանի կառավարությանը, զգուշացնելով այն մասին, որ կարող են չեղարկել գազի, նավթամթերքի ու չմշակված ադամանդների մատակարարման արտոնյալ պայմանները։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ մանրամասներ են հայտնի։ Կոմերսանտը գրում է, թե մայիսի 25-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը, տեղեկացնելով այն մասին, որ եթե Հայաստանը շարունակի զարգացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ, դա կսպառնա Հայաստանին Ռուսաստանի կողմից գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդների վաճառքի սակագների կորուստով։ Այսինքն 2013 թվականին ստորագրված միջպետական համաձայնագիրը հատուկ արտոնությունների մասին Ռուսաստանի կողմից միակողմանի կչեղարկվի, դենոնսացիայի կենթարկվի։ Հենց այդպես է գրված այդ նամակում, ինչպես հավաստիացնում է կոմերսանտը։ Պարզաբանեմ, այդ համաձայնագրի համաձայն Ռուսաստանը մեծ արտոնություն է տրամադրում Հայաստանին, մասնավորապես գազի դեպքում, համեմատենք, եթե այժմ Հայաստանը այդ համաձայնագրի համաձայն հնարավորություն ունի Ռուսաստանից գազ գնելու $177 1000 խորանարդ մետրի համար, ապա ստիպված կլինի շուկայական գնով ձեռք բերել, այն է ավելի քան 3 անգամ ավելի թանկ, այսինքն մոտ $590։ Եվ Ռուսաստանի նախագահի մամլոյ խոսնակն էլ ասել է, որ այդ արտոնությունը գազի սակագնի, դա այն եղբայրական օգնությունն է, որը Մոսկվայի կողմից արվում է Երևանին Ռուսաստանի ժողովրդի հաշվին, դա գրեթե բառացի մեջբերում է։ Նշեմ, որ կոմերսանտ թերթը պարզաբանումների եւ մեկնաբանությունների համար դիմել է նաեւ Հայաստանի վարչապետի մամլոյ խոսնակին, սակայն պատասխան չի ստացել։ Կոմերսանտի տեղեկություններին արժի հավատալ։ Հետարքիրն այն է, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը այսօր հայտարարել է, որ որևէ պաշտոնական նամակ չի ստացել Ռուսաստանին էներգետիկայի նախարարությունից։ Իդեպ նշեմ, որ փոքրինչ տարօրինակ է նաև այն, որ էներգետիկայի նախարարի նամակում խոսք է գնում նաև չմշակված ադամանդների մասին, այն դեպքում, երբ կարծես դա էներգետիկայի հետ ուղիղ կապ չունի։ Բայց ինչն է հետաքրքիր, կոմերսանտի հոդվածագիրները Տատյանա Դյատելը ու Պալինա Տրիֆոնովան հավաստիացնում են, որ անձամբ տեսել են այդ նամակը։ Նշեմ, որ վերջերս իսկապես հաճախ հենց կոմերսանտ թերթի միջոցով են Ռուսաստանի պետական կառույցները տեղեկատվական արտահոսքներ կազմակերպում Հայաստանի հետ կապված։ Կարծում եմ, որ նման նամակ հավանաբար կարող է գոյություն ունենալ, պարզապես մամուլի միջոցով ավելի շուտ կազմակերպել են այս տեղեկատվական արտահոսքը, այսպես արձագանքը ստուգելու համար, հետո նոր այդ նամակը տեղ կհասնի։ Մոտավորապես այդպես եղավ, երբ Ռոսսելխոզնադզոր գերատեսչությունը մամուլի միջոցով տեղեկացրեց այն մասին, որ արգելք է կիրառելու Հայաստանից մատակարարվող ծաղկի դեպքում, իսկ Հայաստանի կառույցները այդ մասին պաշտոնական ձևով տեղեկացվեցին միայն օրեր հետո։ Իսկ ռուսական կողմը իսկապես կարող է միակողմանիորեն չեղարկել միջպետական համաձայնագրերը։ Դες ինչն է հետաքրքիր, այդ միջպետական համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականին, որի համաձայն Հայաստանը իսկապես արտոնյալ պայմաններով հնարավորություն ունի գնել Ռուսաստանից գազ, նավթամթերք, չմշակված ադամանդներ, բայց այդ համաձայնագիրը տարածվում է, այսինքն կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը անդամակցել էր ԵԱՏՄ-ին, եւ նույն այդ հնարավորությունից օգտվում են նաեւ ԵԱՏՄ մյուս պետությունները, Բելարուսը, Ղազախստանը եւ Ղրղստանը։ Եվ եթե Հայաստանը մտադիր չէ լքել ԵԱՏՄ-ն, ապա միակողմանի ձևով խզել այս եւ դենոնսացիայի ենթարկել այս համաձայնագիրը պարզապես հնարավոր չէ եւ դրա համար իրավական հիմքերը անգամ չկան։ Եթե Հայաստանը իսկապես անդամակցի Եվրամիությանը եւ մեխանիկորեն դա կնշանակի, որ լքում է նաեւ ԵԱՏՄ-ն, բնական է, որ Ռուսաստանը այդ քայլին պետք է գնա, բայց Հայաստանը
նման մտադրության մասին, այսինքն անդամակցության մասին հայտարարություն չի արել։ Ընդ որում հետաքրքիր է, որ այդ նամակում գրվում է, որ Հայաստանը կզրկվի այդ արտոնություններից ոչ թե Եվրամիությանը անդամակցելու դեպքում, այլ Եվրամիության հետ հարաբերությունները ընդլայնելու գործնական քայլերը շարունակելու դեպքում։ Այստեղ արդեն իրավական խնդիր է։ Հնարավոր է կազմակերպության հետ հարաբերությունները անվերջ ընդլայնել եւ զարգացնել, սակայն անդամ չդառնալ այդ կազմակերպության։ Իսկ Հայաստանը կզրկվի Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից միայն եթե անդամակցի Եվրամիությանը, այլ ոչ թե զարգացնի եւ խորացնի իր հարաբերությունները այդ կառույցի հետ։ Այստեղ կանոնադրության եւ միջազգային օրենքների հետ կապված կարծում եմ խնդիր կա։ Արդյոք հնարավոր է, որ Հայաստանը հեռացվի ԵԱՏՄ-ից առանց մեր ցանկությունը հաշվի առնելու։ Գիտենք, որ վաղը Աստանայում իր աշխատանք կսկսի ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին Հայաստանի վարչապետը չի մասնակցում, Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ քննարկվելու է Աստանայում նաև Հայաստանի հետ կապված բարդ իրավիճակը, այդպես է նա ձևակերպել, իսկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ կքննարկեն ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հարցը եւ նաեւ քննարկեն անդամ պետությունների տնտեսական անվտանգությանը սպառնացող ռիսկերը Հայաստանի պոտենցիալ դուրս գալու հետ կապված։ Եվ տարօրինակ են այսպիսի ձևակերպումները եւ հայտարարությունները, մասնավորապես հաշվի առնելով այն, որ բառացիորեն երեք Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը հստակ հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Եթե մտադիր չէ դուրս գալ, ապա ինչի մասին է խոսքը։ Եվ Յուրի Ուշակովը նախագահի օգնականը նաև լրագրողների շատ ուղիղ հարցին արդյոք հնարավոր է Հայաստանին արտաքսեն դուրս հանեն ԵԱՏՄ-ի կազմից հստակ պատասխանել է, որ կանոնադրությունը այդպիսի հնարավորություն չի տալիս։ Եթե Հայաստանը մտադիր չէ դուրս գալ կառույցից, եթե Հայաստանին հնարավոր չէ առանց իր կամքի դուրս հանել կառույցից, ապա ինչ են քննարկելու Աստանայում դժվարանում են պատասխանել։ Շնորհակալություն, Արտем։